գալիս են ձեր աղջկան ուզելու, դուք թքած ունեք ձեր աղջկա ապագայի վրա։ Դուք շատ ավելի մտահոգ եք, թե ձեր հարևանը հանկարծ ինչ կասի, եթե ձեր աղջիկը, ասենք, ամուսնանա, մի ամիս հետո պարզվի, որ այդ տղեն ում հետ ամուսնացել է, նարկոման է ու ասենք իմպոտենտ է, դուք ավելի կնախընտրեք, որ ձեր աղջիկը մնա նարկոման իմպոտենտի կողքը, քան որ ինքը հետ գա, ձեր հարևան Գարսևանը ասի, բան աղջիկը տարած հետ բերած է։ Այդ ձևի մարդիկ եք դուք։ Դրա համար սաղկենք ցեխի մեջ եք ապրում։ Դրա համար էլ դուք մտածում եք, ավելի լավ է ես ոչ մի փորձ չանեմ, քան թե փորձ անեմ, հանկարծ հարևանս տեսնի, որ ես սխալվեցի։ Դրա համար, երբ որ դուք ասենք լոբի եք ցանում, ընկերներ, ուտենում եք, արա լոբի ցանել ընդհանրապես ձեռնտու չէ՞։ Այ կարեք ծաղիկ ցանել, չէ՞ ծաղիկը ավելի ձեռնտու է։ Չեք ցանում, խի։ Որտեղ վախում եք հարևան Գարսևանն էլ է սակայն լոբի ցանել։ Հանկարծ ծաղիկ ցանեցիք, ձեռը առնելով ձեզ, չէ՞ որ ինքն էլ է ցեխի մեջ ապրում։ Իրան ձեռ չի տալի, որ դուք հանկարծ հաջողեք։ Ձեզ էլ ձեռ չի տալի, որ ինքը հանկարծ ձեր վրա թարս նայ։ Դուք սխալվելուց վախենում եք, որտեղ վախենում եք ձեր կողքինի կարծիքից։ Դուք սխալվելուց վախենում եք, որտեղ վախենում եք ձեր կողքինի կարծիքից։ Ինչքան ձեր հարևանը ձեր մասին վատ խոսա, այնքան դուք լավ ճանապարհ գրեք։ Դուք գիտեք ինձ ինչքան մարդ ա գրել, Նարեկ ջան, այդ ինչքան խելոք բան ասեցիր, համաձայն եմ հետ, ասում եմ, բախի չես գրում ստատուսից տակ։ Ո ասում ես վախեմ եմ, գրեմ, բա որ ինձ էլ հայոյեն։ Արա ես խոսում եմ դրա մասին, չեմ վախենում։ Գրի։